Եղբայրներ, ընկերներ, չգիտեմ ինչ ասեմ, հայեր, ազգը ատում այս այլանդակին, ատում, նրա գոյության գրավականը իրենց հետ ընտրության գնացած քաղաքակրթական հանցագործ լեգիտիմացրած դավաճանության համար քաղաքական ճգնաժամի բացառում ապահոված այսպես կոչված ընդդիմություն պատն է։ Ես դեռ 5 տարի առաջ եմ ասել, հեռացրեք այդ պատը, որպեսզի ձեռքերը տասնի Նիկոլին։ Այսօր այդ այլանդակը արցախցի երիտասարդ կնոջը երեխայի հետ միասին Արցախից փախածներ համարեց։ Արցախից փախածներ։ Այն այլանդակը, որը որ հայկական բանակը ստիպեց այդ գեներալների վաճառված արդյունքում, որոնց դաստիարակել էին նույն ընդդիմաբոյսակների ղեկավարներ Քոչարյանի ու Սերժովով ստեղծված գեներալից հետը բինոկլով նայել, թե ինչպես է գենոցիդվում մեր ազգը։ Վաղը ասվելու է Սփյուռքին գենոցիդից փախածներ։ Մյուս օրը մտցնելու է 300,000 թուրքին Հայաստան արդեն Սյունիք հանձնել է Ալիևի ստորագրությամբ մեր տարածքում ճանապարհի վրա։ Ու ասելու է հայերին Հայաստանից գաղթած, որպեսի Թուրքիայի չմնա ու չկոտորվի, Հայաստանից փախածներ։ Նրա ասած խաղաղությունը դա ստրկացում եւ ճորտացում է, հարճացում է։ Եվ նա խոստացել է տանել ամբողջ հայազգին հարճացման եւ ստրկացման պետությունը ադրբեջանականացման, որպեսի ստրուկ իրան նման ստրուկին վերակացուի մտրակը տան։ Եվ ամեն ինչ սա ապահովողը նույնիսկ քեմալիստները չեն։ Սա ապահովողը վերընկած ձեր թշնամին Հայաստանի միակ իշխանությունը խորհրդարանն է։ Միակ իշխանությունը, որը սրա հետ գնացել է հակակրթական ընտրության։ Չլսված մի հանցագործության եւ 5-րդ տարին էլ լեգիտիմացնում է սրան։ Եվ հիմա էլ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո գծված էր իշխանությունը փողոցում եւ հիմա էլ է գծված։ Ուղղակի հիմա Հայաստանի վիճակը շատ ավելի սարսափելի է։ Եթե այն ժամանակ անդունդի եզրում ենք, հիմա 2 հատակ են անդունդի արդեն ծագել։ Եվ ինչի է ձեզ թվում, թե այդ բոսյակները այն ժամանակ վախեցած իշխանությունը վերցրած ամեն մեկը մի պետություն ստորագրություն տված, այսօր են այդ իշխանությունը վերցնելու։ Արցախցիներ մի ելք կա, խնդրում եմ ձեզ։ Մի ելք կա, ձեզ միշտ փախցրել են խորհրդարանից, հայեր, գնալ խորհրդարան եւ այդ ընդդիմաբոյսակներին ստիպել, վայր դնել մանդատները կամ իմպիչմենտ հայտարարել։ Դիմումներ ուղարկել հանցագործության սահմանադրական կարգի տասնյակ տապալումների համար, պետության կործանման համար եւ այլն, այդ շլյուխայի դրա կնոջ են, կին կոչեց անօրինական կնոջ են բունկերից մտցնելուց բոլոր անօրինականությունների համար ԱԱԾ եւ դատախազություն, որոնք ես պարտականությունը ուղարկվի, իմպիչմենտ հայտարարվի, քեմալիստերին դիմաց մեկ օր ժամանակ դրվի ստորագրելու ընդհանուր վարչապետի ընտրությունը, եթե չէ լուծարել խորհրդարանը ընդամենը 8 մանդատ է պետք դնելու։ Մեկ օր է պետք, մեկ օր ու միշտ մեկ օր է պետք եղել։ Մեկ օր։ Սա է միակ շանսը։ Գոյաբանական թշնամու հետ գնալ ընտրության նշանակում է կործանել պետությունը։ Գոյաբանական թշնամու հետ ընտրության գնացողը գոյաբանական թշնամի է։ Ազգի կեսը ինվալիդ է դարձել արդեն։ Միակ շանսը սա է։ Հարցը պետք է լուծվի խորհրդարանում նախքան հունիսի 7-ը ու հիմա պետք է լուծվի։ Միայն եւ միայն լուծում այդ դավադիր, այդ հանցագործ խորհրդարանն է, կալաբարանտ։